Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, այսօր ժամին ուզեցի կարճ լայվ անել, որպեսզի քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրեմ։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան մոտակայքում տեղակայված հսկայական ոստիկանական ուժերի մասին, որովհետև նոր Արազդատի հետ էստեղ էինք, մեքենայի մոտ պետքա գնայինք եւ քանի որ ամենք հայլափոխի տեսնում ենք, ուղղակի որ մարդիկ արձանագրած ունենան, թե որտեղ ինչպիսի ուժեր են կուտակվել, այն որ, չգիտեմ, լրիվ Առաքելոց վանքի կռվի տպավորություն է մոտս, որ Օսմանյան զորքի տպավորություն է թողնում։ Ուրեմն նախ հենց այս պահին գտնվում ենք Եվրոպական համալսարանի դիմաց, 1, 2, 3 ավտոբուս, մի քանի միկրոավտոբուսներ, սև բերետներ ու բազմաթիվ ներքին զորքերի այլ ծառայողներ, երևի 1-2 վաշտ թե չի պես կլինի, հիմա նոր ավտոբուսներ են մոտենում իդեպ հենց այս պահին։ Այս պահին Լամբադա մոստին ենք մոտենում, Լամբադա մոստը հիմա կանցնենք, ես ուցե ինչ-որ պահ որ զգամ, որ իրանց կուտակումը մենք կարող ենք նկարահանել, նաև դա ցույց կտամ։ Լամբադա մոստով ձախարեցինք, հիմա թեքվում ենք եւ իջնում ենք։ Հիմա սա պետքավոր երևա, հիմա ես փոխեմ հակառակ ուղղությամբ, հեսա։ Ազատության պողոտայի վրա ենք, Ազատության պողոտայի իջնելու ուղղությամբ, Բաբայան չհասած, երևի մի 100 մետրեր անցնելուց, հեսա կտեսնեք։ Էլի հսկայական երկրորդ կետնա արդեն, երկրորդ կետնա, այս վարկյան մոտենում ենք, սա երևի արդեն տեսախցիկը հակառակ, այս է հասանք արդեն։ Ծովը խանգարում է, բայց ոչ երևա, տեսեք հեսա, հեսա երկրորդ կետնա, երկրորդ շարք կանգնած, ոստիկաններ, բեռնատարներով, հեսա այս բեռնատարներն են, 1-2 բեռնատար, երկրորդ շարք, էլի երկրորդ շարք, ոստիկանությամբ, 1-2-3 ավտոբուս, այն կողմերն են ոստիկանները շատ չեն երևում, այս մեքենաների մեծ մասն է իրանքը, օպերատիվ համարներով կամ ոչ օպերատիվ համարներով։ Այսքանը Ազատություն Բաբայան Խաչմերուկի մոտակայքում հիմա Ուրեմն Ազատություն Բաբայան Խաչմերուկին, որը փակ է։ Հիմա եւս մի խումբ է, այստեղ էլի հսկայական, ստեղ էլ մի երկու վաշտ կլիներ։ Ես ժամանակավոր հետ փոխեմ։ Ուրեմն հնարավոր է, որ խնդիր լիներ կապի հետ, դրա համար նորից ասեմ։ Եվրասիայի համալսարանի դիմաց Դավիթ անհապտի վրա մի կետներ, մոտ 2 վաշտ կանգնած հրամանի են սպասում, այդ Առաքելոց վանքի կռվի պես են Օսմանյան զորքն է, էլի։ Այս մարդիկ, հարգելի քաղաքացիներ, չգիտեմ, ձեր ամուսիններն են, զավակներն են, եղբայրներն են, ովքեր են, իմացեք, որ այդպես է։ Հիմա ստեղ էլ հետ փոխեմ, այստեղ արդեն տենց ոտքով էին, ավտոբուսներ շատ չկային, բայց այստեղ էլ էին նկատել Radisson Blu-ի մոտակայքում, հեսա, չէ, ստեղ են, էլի ավտոբուսներ են, երկրորդ շարք կանգնած, ավտոբուսի հետևն էլ ոստիկաններ, հեսա տեսեք, ոստիկաններ, կարմիր բերետավորներ երևացին, ինչ-որ մեկը զատնի է տալի, հաստատ ոստիկանական ավտո է, տեսեք, երկրորդ շարք, այս սրանց հետևը, ստեղ երևի լավ չի երևում, երրորդ կետնա, էլի, ոնց որ սև բերետներ են, ներքին զորքերի սպեցնազն է, սև բերետներն են, էլի մոտ 2 վաշտ։ Այսինքն Radisson Blu-ի դիմաց, 1 կետ, երկրորդը Ազատության պողոտայի վրա, երրորդը ես ինչպես ասեցի, այդ մեկը ցույց չտվեցի, բայց հիմա դա էլ ցույց կտամ Դավիթ անհապտի վրա։ Մեկը ասում էր, որ Բաբայանի հակառակ ուղղությամբ, այսինքն Ազատություն պողոտայից ոչ թե ձախ, այլ աջ ուղղությամբ վերևից իջնելու
մասով այնտեղ էլ ինչ-որ մի կետ կա, մի խոսքով, տենց մի գունդ հաստատ ոստիկանական ուժեր էստեղ են, եթե ոչ ավել, բանը, Օսմանյան զորքը Առաքելոց վանքի կռվին է պատրաստվում, լրիվ այդ տպավորությունն է, այն մարդիկ, ովքեր որում հարազատները էստեղ են, իմացեք, որ իրանք նույն բանն են անում, ինչ որ Օսմանյան զորքը 1903 թվականին, չգիտեմ, երբ որ տուն կան ձեր հարազատները, կարակ թուրքերենով իրանց բարևեք, իրանց համար լրիվ տրամաբանական վիճակ կլինի, կարակ ասեք սալամ, սենց բարևեք, ասեք եկար Էրդողանի եւ Ալիևի հանձնարարությունները կատարող կարգավիճակում են հայտնվել իրենց համազգեստին հայկական դրոշ սխալմամբ կրող մարդիկ, այս տղեկը խեղճ այդ վիճակում են հայտնվել, չգիտեմ։ Մոտենանք նորից Եվրասիա հիմնադրամի հատվածին, էլի ես շրջեմ, ձողը կներեք, որ խանգարում է, էսա Եվրասիայի իմաստը հենա, երևում են, կամնած, էսա, իստեղում է, մեքենաները, երկրորդ շարք, տեսեք, ինչքան մեքենա է այստեղ կանգնած։ Սենց ամբողջությամբ մի երկու գունդ Օսմանյան զորքը կանգնած, արդեն հասանք Ուլնեցի, սա փագ է, ավսյակի մի հատ էլ կարամ գնամ, Բաբայանով էլ պտտվեմ, իստեղում է դա նույնպես տարբերակ է, հետ շրջեմ, կրկնեմ, 3 մեծ կուտակում մենք նկատեցինք, առաջինը Եվրասիա հիմնադրամի չէ, համասարանի դիմաց, Դավիթ անհախ փողոց, երկրորդը Ազատության փողոտայի վրա դեպի Բաբայան ուղղությամբ եւ երրորդը Ռեդիսեն Բլյուի դիմաց էլի Ազատության փողոտա, բայց հակառակ մայթին է։ Էս 3 հսկայական ջոկատը հայ առաքելական եկեղեցու դեմ դուրս եկած մարդկանց պաշտպանող մարդիկ են, հիմա ես չգիտեմ, այս ոստիկանների մեջ հաստատ կնքված մարդիկ շատ կլինեն, երևի իրանց սպասակը եկեղեցում արած, իրանք դրա դեմ են դուրս եկել, իրանք թքում են այդ սրբությունների վրա այստեղ, չէ, գտնվելով երևի թե չասեմ, ինձ թվում է դա դեռ կարմիր գիծ հատել չի, բայց երբ որ հրաման կատարեն գնան այդ հրամանը վստահ եմ լինելու է Սամվել Կարապետյանի հետևից, երբ այդ գործողությանը յուրաքանչյուրը մասնակցի, դա լինելու է իր պսակի վրա թքող, իր մկրտության վրա թքող։ Ասենք կարող է որևէ խնդիր չկա, հաջորդ օրը արդեն նամազի կանգնի, օրը 5 անգամ արդեն այդ կանոններով կարան ապրեն այդ մարդիկ, եթե իհարկե այդ հրահանգը կատարեն, հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանի վրա այս ոհմակային հարձակումը, այս բորենիական հարձակումը բացառապես այն պատճառով էր, որ այդ մարդը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել հայ առաքելական եկեղեցին։ Այլ պատճառ չկար, մարդը ընդամենը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել հայ առաքելական եկեղեցին։ Նենց ոնց որ պետք է։ Նորից իջնում ենք, այս անգամ մի հատ Բաբայանով աչք կմտնենք, տեսնենք ճիշտ է այն լուրերը, որ այդտեղ նույնպես զորքա կանգնած, Օսմանյան բանակը տեղել է հասել։ Ամեն դեպքում նորից շրջեմ, որպեսզի դուք տեսնեք այս մի կետը, այսինքն Ազատություն փողոտա իրանց օպերատիվ խմբավորումը Հեսա նորից տեսեք բեռնատարներ, ոստիկաններ, հեսա ավտոբուսներ վաշտերով ստեղ կանգնած։ Մի հատ հիմա աչքը մտնեմ, քիչ հավանական եմ համարում, բայց ասում են, որ ոնց որ տեղ էլ պետք է լինի եւ դրանով կսահմանափակվենք մեր ճանաչողական լայվը, մեր հարգելի, հետո ինչ հարգելի, մի խոսքով հասկացաք, իրավապահ համարվող ուժերի մասով։
Աչ ենք հիմա անում, Բաբայանի հակառակ թևով Անտարային փողոցի ուղղությամբ ենք գնում, տեսնենք ճիշտ է այդ բանը, որ այս ուղղությամբ ենք կանգնած, չէ, ոնց որ թե այստեղ ճիշտ չի, այստեղ ես կուտակված զորք չեմ տեսնում, չէ, այստեղ կուտակված զորք չկա, կա, հեսա, ծախի վրա է, սա կպտտվենք տեսնենք, մի հատ էլ ստեղա, չնայած չէ, սա էլի ոստիկանական մեքենաներ են, բայց ոնց որ թե զորք չի, այլ մեքենաներ են, զորքը չի երևում, կա թե չկա, չեմ տեսնում, չէ, հեսա, սիրուն, ստեղ պտտվենք, այդ ոստիկանական շարքը կտեսնենք, մի 10 ավտո կանգնած էին, բայց բեռնատարներ չէին, հեսա, Բաբայանի հակառակ ուղղությամբ, հեսա միկրոավտոբուս, բան սենց ոստիկանական մեքենաներ են, հեսա տեսեք, պլիս, ներված, հետո երկրորդ միկրո մեքենան և ես իրանց մյուս ավտոները 6 հատ ավտո էր ստեղ կանգնած, բայց զորքը չկա, երևի ես մարդիկ ուրիշ տեղ են գնացել, տղեկը ողջունում էին, լավ, ամեն դեպքում այսքանով լայվը ավարտենք։